Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան, հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի, հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Երբ ընտանիքում ծնվեց 7-րդ աղջիկը, ամուսինները հասկացան, որ իրենց ընտանիքը դարձել է դուստր ձեռնարկություն։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, MJ հեռուստաընկերության եթերում Armenian Evening հաղորդաշարը ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը։ Ինչպես միշտ մենք հանդիպում ենք 5 շաբթի օրերը երեկոյան ժամը 22:30։ Դուք անհամբեր սպասում եք, թե ով է լինելու այսօրվա մեր հյուրը, այս հաղորդման հյուրը։ Ասեմ, որ շատ հետաքրքիր հյուր ենք ունենալու, իհարկե, հետաքրքիր հարցազրույց, մի խոսքով լավ երեկոն Armenian Evening-ը ապահոված է, այնպես որ ինչ եք անում դուք այս պայն դիտում եք մեզ, ինչ ենք անում մենք ոնց որ ասած սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պայն սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որը օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն, օգնում եւ վերադարձնում է լիարժեք կյանքի։ Այնպես որ եթե դուք կամ ձեր շրջապատում կան նման մարդիկ, ովքեր ունեն նման խնդիրներ, ունեն վնասակար սովորություններ, ապա մտածելու կարիք չկա, հապաղելու կարիք չկա, պարզապես պետք է այցելել 911 Detox Center, որտեղ մասնագետները կօգնեն եւ ամեն ինչ կանեն լիարժեք կյանքի համար։ Եվ հեռախոսահամարն է 409 900911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը պարզապես համալիր հյուրանոցային համալիր չէ, սա առողջարան է, որովհետեւ այստեղ շատ հարմարավետ այսպես համարներ եւ ամենակարևորը տաք հանքային ջրով լողավազաններ, այնպես որ այս առողջարանից պետք է պարտադիր օգտվել, ունեք ազատ ժամանակ, ունեք հանգստյան օրեր, մտածելու կարիք չկա, զանգահարում եք, ամրագրում եք տեղերը եւ գնում եք օգտվում եք այս ամենից։ Հեռախոսահամարն է 760 329 6033։ Զանգ տալուց կասեք Արմենն է տվել հեռախոսահամարը, ամեն ինչ ավելի լավ կլինի։ Դա իհարկե կատակ էր, ամեն ինչ շատ լավ է առանց իմ զանգելու։ Եվ շատ արագ ընթերցեմ այսօրվա նորությունները ընդգրկված եւ այնուհետեւ սիրում ներկայացնեմ մեր հյուրին։ Փիղը փախել է կրկեսից Ռուսաստանի Սամարա քաղաքում եւ զբոսնել քաղաքի կենտրոնով 20 աստիճան ցրտի պայմաններում։ Ինչպես հայտնում են կրկեսից, հաջորդը արջը պետք է փախնի, հետո առյուծը, ուխտը եւ վերջում գլխավոր հաշվապահը։ Եվրոպական քաղաքներից մեկի բնակչուհին կուլ է տվել անլար ականջակալը, այն շփոթելով դեղահաբի հետ։ Այժմ կինը պատրաստվում է երկրորդ անգամ կուլ տալ ականջակալ, որովհետև բժիշկը ասել է, որ դեղը պետք է խմել օրը 2 անգամ։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա նորությունները այսքանն էին, ընդամենը մի քանի վայրկյանից սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես այսօր Armenian Evening նախագծի հյուրն է դերասան Ալբերտ Դիլոյանը։ Ալբերտ ջան, բարի երեկո։ Բարև Արմեն ջան։ Շնորհակալ եմ քեզ հրավերքս չմերժելու համար, շնորհակալ եմ այսօր մեր երեկոն կացկացնենք միասին, մեր հայկական երեկոն։ Սիրով Արմեն ջան, միշտ պատրաստ կամեր։ Շնորհակալ եմ։ Ալբերտ ջան, դե հարցը առաջինը պարտադիր տալիս ենք, տվյալ պարագայում որպես դերասան, քո այդ դերասանական տաղանդը, հա, մանկուց
ով էր եղել այդ մարդը կամ գուցե ինչ որ հենց դու կամ չգիտեմ ով է եղել որ ասել այս երեխան պետքա դերասան դառնա եւ նկատել է այդ ամենը քո մեջ։ Եթե իրականում ասեմ, ես բնավորությամբ առօրյա կյանքում շատ կոմպլեքսավորված եմ։ Հա, չէր կարա ինչ որ մեկը նկատել, որ ես կարայի դերասան լինեի։ Հիմա միջև թե հիմա էլ չէ։ Ունեմ, չէ, իրական կյանքում ունեմ, ես կամերան միանում այլևս չունեմ։ Ահա։ Կամ բեմեն բարձրանամ, այլևս չունեմ, բայց իրական կյանքում շատ շփվող չեմ, կոմպլեքսներ, այսինքն չէր կարա ինչ որ մեկը նկատել, որ ես դերասան կարող լինեմ։ Բա լավ, ո՞նց է դեպքում փոքր, այնն չի որ ուժ դարձար դերասան, Չէ, հա, չէ, եղավ տենց ժամանակ Գիտես ոնց էր, իրականում սկզբից լրիվ ուրիշ պլաններ կար, ուզում էի լրիվ կամ տրի գծով ծրագրավորով եւ այլն, հետո ծնողներիս ցանկությամբ եւ միջնորդությամբ դարձա ատամնատեխնիկ։ Դու մասնագիտությամբ ատամնատեխնիկ։ Հա, սովորեցի, գնացեցի, ծառայեցի, հետո եկայլի վերջացրեցի, հետո դիպլոմը միջով մեր տունը դրացա։ Ու չես։ Հա, չընդհանրապես։ Հետո տեսա, որ Արտաշես Ալեքսյանը բանը կուրս է հավաքում Սպասի Ալբերտ ջան, ես ում հասկանամ, այսինքն միջև դա արդեն մի պատմություն է, հա, այսինքն մանկական տարիները, դպրոցական տարիները դեռ ոչ մի դերասանական ոչինչ բան։ Չէ, ոչ մի բան։ Ոչ մի բան, դու քո համար մեկ էլ հոբ զերոնք ուր ես ուզում դա, բայց չհարցեցին ուր է, չէ, իրանք ասեցին, որ մենք ուզում ենք ատամնատեխնիկ։ Չէ, հարցրեցին, ուղղակի ոնց որ ժամանակի հետ կապված այնց եղավ, որ իրանք որոշեցին ինչ անեմ։ Հասկացա։ Որպես լավ հայ ծնող, գիտես ոնց է։ Հայ ծնող։ Էսի շատ լավ գործակով։ Ինչ եմ ասում, այո, որովհետև նմանատիպ ինձ հետ էլ երևել է, որ ուղղակի իմ ծնողները հարցեցին դուր ես ուզում շարունակես, ես ասացի ես ուզում եմ գնալ Մոսկվա, կինեմատոգրաֆիա ինստիտուտ, մերոնք ասեցին չէ, կգնաս ուրիշ տեղ, ու ես գնացի ուրիշ տեղ, նորմալ է։ Լավ, այսինքն եկավ ատամնատեխնիկ, դու ավարտեցիր, դիպլոմը վերցրեցիր, բայց չաշխատեցիր։ Ծնողներս ասել են, խոսքից չեմ դուրս գալու։ Հա, բայց դիպլոմը պետք է տամ իրաց։ Չէ, չաշխատեցի ընդհանրապես, չաշխատեցի։ Ու այդ ժամանակ այնց համընկավ, որ իմացա, որ կուրս է հավաքում Արտաշես Ալեքսանյան, ու տենց սկսավ ամեն ինչ։ Ալբերտ ջան, լավ է, իրականում շատ լավ է։ Ուղղակի ես ուզում եմ հասկանալ այս տենդենսը, որ դու ընդհանրապես, այսինքն դերասանության հետ ոչ մի կապ չես ունեցել, մեկի հոբ իմացար, որ Արտաշես Ալեքսյանը կուրս է հավաքում։ Չէ, տեսնես չէ, որ նախասիրություն չեմ Այդ եմ ունեցել։ ուզում ասել, ինչ որ Չէ, տենց բան չէ, որ կապ չեմ ունեցել ընդհանրապես, որովհետև փոքրուց միջև, ասենք, միշտ տենց մորքուրս տենց բան էր, ժուրնալիստիկա բան, միշտ եղել մտել եմ Ամեն դեպքում եղել է կապը։ Կապ կար, մեջ եղել է, որտեղ մեջ չլինի եմ գնացել, չէ, սիրել եմ, գնացել եմ, փորձել եմ եւ այլն։ Բայց այտենց որ կոնկրետ որոշել եմ, դա իմ որոշումն է եղել։ Ոչ ոք չի բացել։ Ոչ մեկ չի, շատ լավ։ Հիմա Արտաշես Ալեքսը կուրսը հավաքեց եւ գնացիր, ասի բարը ձեզ, պարոն Արտաշես։ Մի երկու հատ շատ վատ փորձ ունեցել սկզբից, որովհետեւ հենց առաջի խնդիրը, որ ինձ դեմ դրվեց, էդյուտ էր։ Այո, ինչ արեցի, ինչ էդյուտ։ Ու այդ էդյուտը ասեմ, եթե ունիտազի էջուտ էր, պետք է ունիտազի։ Բայց իրանք ասեցին։ Այո, իրանք, ես կապ չունեմ։ Ասեցին լարա տենանք։ Ու երկու ունիտազի, գոնե բաչոկի։ Հա, գոնե բաչոկի մի բան, մի թեթև մի բան, հա։ Մի խոսքով տենց սկսավ ամեն ինչ, պատմությունը տենց սկսվեց ու սովորեցի։ Եվ այդտեղ հա կուրսը ավարտեցիր եւ այլ որքան ժամանակ տևեց։ Բավականին 3-4 տարի երևի, հա։ Որովհետև մենակ այնց չէ, որ ավարտել է, որովհետև մենք խումբ ունենք, նաև ներկայացումներ ենք խաղում այդ ժամանակ արդեն։ Սովորել ընթացքում նաև ներկայացումներ ենք խաղում։ Ֆիլհարմոնիայի հրապարակի ֆիլհարմոնիան որ կա, երկրորդ հարկի դահլիճում միշտ կար, այո, միշտ կար ներկայացումներ, դրանց ներկայացումներ ենք խաղում։ Այսինքն ոնց որ ավարտելուց նաև աշխատում եք կոպիտ ասած այդտեղ։ Այնց չէ որ ավարտեցի ու ավարտեցի։ Իսկ այդ ծնողները ինչ էին ասում այդ դեպքում, այդ դիպլոմը որ չօգտագործվել, չասում։ Միջև մա չեմ հարցրել։ Հա, համակերպել են, որտեվ իրականում նենց բան չեմ անում, որ իրանք կարող է իրանք համար որ իմ սրտով լինի։ Այո, իհարկե։ Իրականում ծնողները ինչ են ուզում, որ իրանք երեխա համար լավ լինի։ Հետո վերջի հաշվով հիմա արի սենց ասենք, որ հիմա Մարդես վաղը միսոր դերասանությունից վերցում մենք ատամի տեխնիկի բան։ Հա, ունեմ։ Կգնաս ատամի։ Պլան B-ն է, էլի։ Պլան B-ն կա միշտ, այո։ Շատ լավ, իսկ դա փաստորեն ներկայացումներ եւ այլ, իսկ հետո ինչ տեղի ունեցավ, այսինքն ուզում եմ ավելի դեպի հեռուստատեսություն, կինո, ոնց դա այդ ամենը։ Հա, ուսանող ժամանակ առաջարկ ստացա Շանթ հեռուստաընկերությունից Հայաստանում։ Այն ժամանակ մա տենց շատ պոպուլյար սերիալ կար, կոչվում էր բան Անծանոթը։ Անծանոթը։ Հա, Սաքոն էր գլխավոր դերը խաղում։ Ինչ-որ այդպես փաստաբանի դեր ստացա, որ դեր էր, կոնկրետ կերպար էր, այնց չէ, մասով կար կամ։ Դա առաջի դերն էր, այսինքն որպես ֆիլմերում կամ սերիալներում։
Դրանից առաջ եղել էր փորձը, բայց փոքր բաներ էր եղել, այտենց շատ հին սերիալներ, որ անունները դա մարդիկ չեն հիշել սերիալները, այտենց հին ժամանակներում։ Հա ու այտենց սկսվեց, մտա հեռուստաընկերություն ու փառք Աստծո միջև այսօր ինձ հիշում են դեռևս կամ։ Դե արդեն հա, մենք իհարկե խոսենք Միացյալ Նահանգներում, բայց փաստորեն այնտեղ էլի ուզում եմ հիշեմ այդ դրանից հետո էլի որտեղ էր, ինչ Այնտեղ ընդհանրապես ժամանակ չունեց այդ ամեն ինչը անելու, որովհետև անծանոթից հետո այնց ստացվեց արդեն եկա Ամերիկա։ Հա, այսինքն շատ լավ, այսինքն մենք հիմա խոսենք արդեն դեպի Միացյալ Նահանգներ։ Դա երբ էր։ Դա 13 թվականին։ Հա, արդեն դե բավականին 13 տարի արդեն տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ, բայց փաստորեն դժվար չէր, որովհետև երբ որ արդեն սկսեցին նկարահանվել, երևի արդեն ճանաչում եւ այլ եւ այդ ամենը թողնելը թե հեշտ էր։ Չէ, նայ, հեշտ ու դժվարի բանը գիտես ինչն է, այստեղ միշտ դժվար է նոր եկողի համար։ Եթե ստեի մասն ես խոսում, միշտ դժվար է, որովհետև գալիս ես մի փոքր երկրից, գալիս ես ընկնում ես մեգապոլիս, ահռելի։ Ամեն ինչ տարբեր է։ Ոչինչ չկա որ։ Մենակ լեզունա որ ես դու հայերեն խոսում ենք, մենակ էտա նման։ Այո։ Էդ էլ իհարկե ես ու դու ենք խոսում, շատ մարդ կա էտե չի խոսում։ Մեկը Գլենդել քաղաքը, որտեղ Դե Գլենդել քաղաքը։ Ուզում ասեմ, հա, դժվարություններ կար, բայց դե փառք Աստծո, այսօր ունենք այն ինչ-որ ունենք ու ամեն ինչ փառք Աստծո շատ լավ է, որի համար չեմ փոշմանել, որ եկել եմ, որտեղ ստիպված չեմ եկել։ Չէ, գիտես ինչի, տես, ինքը շատ լավ է, դե դու եկար, շարունակեցիր քո աշխատանքը։ Արմետել անես հետաքրքիր եղել, որ եկա, սկզբից հա փորձում էի, փորձեցի, զանգեցի ինչ-որ մատ հեռուստաընկերություն, ասացի որ սենց Հայաստանում մի խոսքով նկարվել եմ, ավարտել եմ եւ այլն բան, ասի կարողա ձեր մոտ ոնց է։ Դե չգիտեմ ստե ոնց է համակարգը աշխատում։ Ու մատ շատ կոպիտ պատասխան ստացա, որ ներողություն, հա, ձեզ գիտենք, բայց մենք մեր թիմն ունենք եւ այլն, մի խոսքով տեղ չունես։ Այո, Պատկասիր ոնց որ մենք մեր թիմն ունենք, այս մարդկանց ունենք, մեզ հերիք են այսքանը։ Հետո հերթատեսնում մարդ չկա, չասեցի։ Հա։ Եթե գիտեք, հերթատեսում դատար կա, մարդ չկա։ Այդտենց, բայց հետո որ լսեցի, որ casting է, բանում էր US Armenia-ը, եթե չեմ սխալվում։ Այդ պատմությունը եմ միշտ պատմում, որտեղ գնամ հյուր եթե հարցում եմ, այդ եմ պատմում, որտեղ ասած, մա դուր էր, բացեցի, չհասցրեցի, ասես տեղը casting-ը, լիքը մարդ կար նստած։ Մեկը մեջից մա աղջիկ, ասես բարձրացավ, ասես հաց, ինքն է Ալեքսը։ Օ, հենց տենց։ Հա, այդտենց ուղղակի ասած ինքն է Ալեքսը։ Այդ ժամանակ չէի ճանաչում ով է, ինչ, լիքը մարդ կար դե, Անաշեն էր Խոդաբերդի։ Ռեժիսոր։ Հետո դե իմ լավ ընկերն է Անաշեն։ Այդտենց ու սկսվեց նորից ստեի արդեն։ Այո, գիտես ինչ է, ինքը սովորաբար ինչ եմ ասում, համենայն դեպս դե եկար դե շատ ես դա շատ օբյեկտիվ պատճառներից ելնելով, բայց որ մարդիկ գալիս են չեն կարողանում իրենց աշխատանքը շարունակել, որովհետև դե հազար ու մի հարցեր կա եւ բնականաբար չեն կարողանում ուրիշ աշխատանք են անում, բայց դու եկար եւ քո աշխատանք։ Հա, միևնույն դեպքում չէ, դե հա աշխատանք ես ու դու լավ գիտենք, որ ինչքան ուզում ես այդ քո աշխատանքով ստես զբաղվել դերասանական։ Այո։ Կողքից են ինչ-որ բան պետք է անես։ Սկզբից էլ եմ արել, միջև հիմա էլ եմ անում։ Այո։ Էլի փառք Աստծո։ Դե որովհետև այո, չես կարող, որովհետև իրոք առելի էսպես։ Չէ, չես հասցնի ուղղակի, մեր շուկան շատ փոքր է, որ ուզենաս չես կարող համեմատես, գիտես ինչ, հա, եթե հիմա նայենք ես ու դու ես ամեն ինչը Հայաստանից, հետևի ֆոնին որ լիներ Palm-ն, Hollywood-ը բան, օրես կասենք էսանք լուրջ փողեր են աշխատում։ Կամ էլ գնում ես ճոր մեքենա։ Ինչի որ դժգոհում եմ մարդ աշխատածս փողից։ Մեքենա քշում ես ուրա։ Ահա, նես չի որ դժգոհում եմ այդ աշխատած գումարից։ Էդի չի խնդիրը, բայց հաստատ հերիք չի որ ապրես։ Էլի ինչ որ մի բան պետք է անես։ Ալբերտ ջան, օրինակ տես, շատ հետաքրքիր ասցիր, որովհետև եկա, ես ինքս սկսեցի առաջարկել, դա շատ կարևոր է, որովհետև տվյալ պարագայում երբեմն լինում են մարդիկ, դերասաններ, ովքեր չգիտես ինչու սպասում են, որ իրենց պետք է կանչեն, որը ես այդքան էլ ճիշտ չեմ համարում, առավել եւս, երբ որ մի հատ դեր են խաղում, արդեն սպասում են, որ պետք է կանչեն իրենց։ Հիմա դրա մասին չեմ խոսում։ Հարցս հետեւյալն է. դու եկար դուրը բացեցիր, առաջարկեցիր քեզ։ Իսկ օրինակ չի եղել այսպես չես մտածել, որ գուցե գնաս հոլիվուդյան ինչ-որ դուր բացես։ Մտածելու բան չկա, մտածել եմ, բոլորն ունեն այդ մտածմունքը, բայց եթե ինձ մոտիկ ովքեր լավ գիտեն, որ նաև այդ ասպարեզում ունեմ շատ հզոր ծանոթներ։ Այսինքն օրինակի համար բերեմ Golden Globe-ը, ովքեր որ որոշում են որ ֆիլմն է Golden Globe գնում, դրանցից մեկը իմ մոտիկ ընկերն է, որ կարա իմ համար ճանապարհ հարթի։ Երբեք չեմ մտածել, որովհետև իմ այս համայնքային, ասենք, հայկական անելը ավելի կարևոր է։ Իմ համար է դա, որովհետև ես ազգի ծնունդն եմ։ Գնամ Հոլիվուդ դա ինձ ինչ է տալու։ Չէ, ես քոս այդ համամիտ եմ։ Չէ, միտքը ուրիշ բան էլ կա։
Բայց միևնույն դեպքում մենք ասում ենք, չես ուզում Հոլիվուդ գնաս, չէ՞։ Դու էլ ես ուզում, ես էլ եմ ուզում։ Բայց միևնույն դեպքում հաշվի չենք առնում ինչ զոհեր են, ինչ ենք տալու դրա դիմաց, որ գնանք մենք Հոլիվուդ։ Հա, դե միջև բայց չտանք, չգիտենք ինչ ենք տալու։ Չգիտենք։ Գիտենք ինչ ենք տալու։ Չէ, մոտավոր գիտենք ինչեր ենք տալու, բայց արդյոք ես պատրաստ եմ այդ կորուստները, այդ զոհաբերությանը։ Չէ, պատրաստ չեմ, որտեվ ես ինչ ունեմ, ավելի լավ ես դա ունենամ։ Բայց տես, այդ դեպքում Ալբերտ ջան, արի այսպես, շատ ճիշտ ես։ Ես օրինակ կիսում եմ իհարկե քո տվյալ պարագայում մոտեցումը, բայց այդ դեպքում գուցե մի քիչ պետքա գնահատվի այդ ամենը նաև որոշակի ինչ որ խավերի մասին է խոսքը գնում, որ հենց դու ուզում ես, անում ես եւ այլ, որ դու էլ դե շատ ներողություն, բայց չկարող էլ չմտածես ուրիշ էլ ինչ, կոպիտ ասած, որովհետեւ տվյալ պարագայում երբ որ դու այդ հոլիվուդյան հա մարդը մտել է եւ այլ, ինքը դե չի մտածում ուրիշ բան անել, որովհետեւ դա իրեն բավարարում է։ Այո։ Ես այդ դել է շատ կարևոր։ Մենք ունենք այդ խնդիրը։ Դե տես, եթե նույնը օրինակի համար վերցնենք, Հոլիվուդ չգնանք։ Եթե մեր հայկական իրականության մեջ լինի այնպես, որ ոչ թե վեկալ են օրինակ Ալբերտ Հինդիլոյան կամ Արմենին, ուղղակի քեզ ամեն դերի մեջ դու ես խաղալու, հա, պատկերացիր միտքը, այսինքն թե բացի քեզից ուրիշ դերասան էլ լինի կողքերը, կամ դու վեկալ ես, դու նկարվես ամեն ինչը դու անես, այն մնացածն է գործ կունենան։ Ու այդ շուկան չի լճանա։ Այսինքն թե մեկ եկավ, ասենք ուզում է ողջավորված է, ավարտած է եւ այլն, մարդուն ճանապարհ կտան։ Այսինքն այդ եկանք հետ, որ դու առաջին անգամ մեկար զանգեցիր, ասեն մենք մեր թիմ ունենք։ Այո, բայց միևնույն դեպքում, ապրես, միևնույն դեպքում մի ուրիշ անաշեն, ուղղակի դուռը բացեց, ասեց ինքն է։ Այսինքն այդ մարդը ինչ ճանապարհ տվեց։ Այդ ճիշտը դա է, բայց դա շատ քիչ է։ Իհարկե։ Շատ քիչ է ու դրա համար իհարկե ցանկալի է տվյալ պարագայում ես իհարկե դիմում եմ այն մարդկանց, ովքեր որոշակի առումով այս ամենի հետ կապ ունեն, մի քիչ ձեր շուրջը նայեք, գուցե ես միշտ դրան գիտես, ես իհարկե հասկանում եմ, որ յուրաքանչյուր ռեժիսոր, յուրաքանչյուր պրոդյուսեր ունի իր մարդիկ ու հետ աշխատում է, որ այդ կոմֆորտը իրան լավ ազգում, բան չունեմ ասելու, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ պրոֆեսիոնալները պետք է գտնեն նոր մարդկանց ու դա ավելի ճիշտ է ու պետք է եզրափակվել այդ ամենով այսպես եւ այլն ու էլ եմ ասում մի քիչ իհարկե այդ գնահատելը լինի երբ որ մարդիկ գնահատեն այո այս մարդը օրինակ ինչու ոչ ունի հնարավոր կարող դիմեր եւ այլ բայց ինքը լավ ազգում իրեն որովհետեւ ինքը հայ համայնքի համար անում իրեն լավ ազգում ավելի բայց դրա հետ մեկտեղ պետք է նաեւ այնպես լինի որ դերասանը չմտածի Ինչքան մարդ մենք գիտենք մեր շրջապատում տաղանդավոր դերասաններ, որոնք գործ չունեն ընդհանրապես։ Այո, որել եմ համարում սխալ, որովհետև հա դու ճիշտ ես ասում, ինքը փոքր է, բայց նախ այդքան փոքր չի շուկան, եթե իրականում անենք։ Ուղղակի ես կարծում եմ, որ գիտես ինչա, ես նկատել եմ այստեղ արդեն բավականին երկար քանի տարի այստեղ բնա, որ շատ մարդիկ մի քիչ ժողովրդական լեզուս հավես չեն ունենում անելու դա։ Իրանք հավես չունեն։ Լավ է, էլի։ Ինչն է լավ չի, եկեք զարգացնենք, առաջ գնանք, նոր բաներ անենք, հետաքրքիր բաներ անենք, ոչ թե դե լավ է, էլի, մեկը գալիս է փողը, ոչ, լավ չի։ Մեր սիրած գրդոնն է, էլի, չէ։ Շատ լավ, Ալբերտ ջան, ուզում եմ նաև հիմա մի քիչ խոսենք մի հետաքրքիր նախագծի մասին, այսպես արդեն որպես կոլեգա, չնայած անասպարեզներով են կոլեգա, podcast էր դու անում ժամանակին։ Ինչ էր դա, մի հատ երբ էր դա, ինչի մասին էր։ Որ ասեմ շատ այնց հին անցյալում էր, չէ։ Ահա։ Անցած տարի մինչև արել եմ։ Հա, մինչև անցյալ տարի եղել է, շատ լավ։ Անցյալ տարի արել եմ։ Իրականում միտքս այնց եկավ, որ մտածեցի Նայ, ես գրքերից օրինակ նախընտրում եմ արտասահմանյան գրականություն, օրինակի համար Ռոբին Շերման եմ կարդում։ Հա, որ ինքը լիդերության մասին նախորդ է։ Որոշեցի մարդիկ կայացած մարդիկ կան, խոսան, խորհուրդներ տան։ Մարդիկ իրենց ասպարեզի ոչ թե պատմեն ոնց են անցել ճանապարհ, դա ուրիշ բան է։ Ոնց որ խորհուրդներ տան այն մարդկանց, ովքեր գալու են։ Օրինակավոր ոնց անը, մի խոսքով, այտենց փորձեցինք։ Իմ մոտ մի քիչ բան է, իմ քննադատները սկսում են ընտանիքից ես, քննադատությունները։ Հետո ընկերներս, ես ուժեղ այտենց բանակ ունեմ, համ տանը, համ ընկերների շրջապատում, ամենամեծ քննադատն նոր հետո հանդիսատեսը։ Առաջի ոդքասթերը դնում եմ երեխեքին, ասում նայեք, նայում եթե կեսից գնում են, դա ջնջում եմ, որտեղ նայելու բան չի, ասենք երեխան պետք չի, չէ՞, լիդերություն հասկանալ։ Մի խոսքով այտենց հասկացա, որ այդ ֆորմատը ոնց որ թե չենք սիրում։ Չենք սիրում,
Հետո փոխեցի արդեն առօրյա, ոնց որ հիմա ես ու դու ենք խոսում, գալիս ենք, հա, սկսեցինք խոսալ, աշխատես նորմալ էր, լավ էր, ուղղակի դու ժամանակ ինքան զբաղված եմ, ժամանակի չունեմ ժամանակ, ուղղակի չունեմ դեռնով զբաղվելու։ Թե չէ մեծ հաճույքով էլի կանեմ։ Էլի կանեմ, շատ լավ։ Իսկ հիմա խոսեցինք ընտանիքի մասին, հա, իսկ ով է ավելի այսպես քննադատողը, տվյալ պարագայում երեխաները ավելի, այսինքն ոնց է այդ արտահայտվում, դե բացի իհարկե այսպես չես նայելու բան չի թողում գնում են։ Չէ, գիտես ոնց է, դա այտենց սպարզը չեն արտատում նայելու բան չի։ Հասկանալի է։ Փառք Աստծո 4 երեխա ունեմ, ասես նստում են, որ միացնում եմ։ 4 երկու տղա, երկու աղջիկ։ Այդ դրախտն է, լավ, այդ արդեն դրախտ է, այդ դրախտ է։ Ասես նայում եմ դեմքին իրենց ռեակցիաներն եմ հասկանում։ Այսինքն որտեղ իրանք հոչ չեն լսում, ինչ են խոսում դե։ Իրենք իրենց պապային են նայում։ Եթե պապանը տե անկեղծ է եղել, չէ, երկար են նայում։ Որտեղ իրենց պապային ամեն օր տեմ են, գիտեն ոնց է։ Հենց զգում գնացին շամգատե թերացել եմ։ Այսինքն աշխատելու լելի բան կա։ Ես հիշեցի, ուրեմն փոքր էր աղջիկս եւ դե ես հանդիսանում էի, չգիտեմ, երբ գիտես թե չգիտես, կարգին հաղորդման նայ որպես սցենարիստ եւ այնտեղ մի սկեչ կար, որտեղ մենք երեքով էինք եւ կրակում էին, այսպես մկոնեն հալաբան եւ ես այնպես հիշում եմ եւ այդ ցուցադրում էր, դե սկզբից առաջինին էին կրակում, այդ հետո երկրորդին ու երրորդին ասում եմ, դե տղա էս կրակի սպան ու երբ որ կրակեց ես սենց ընկա, մեկ էլենը սկսեց լացել։ Սկսեց լացել, ոնց պապային կրակել են, պապային սպանել են։ Այո, նրանք երեխաները ես քեզ հետ համամիտ եմ, միշտ ասել եմ, դա ամենաանկեղծ հեռուստադիտողներն են, որովհետև իրանք ոչ մի շատ չունեն։ Այո։ Իրանք ոչ մի շատ չունեն, իրենց դուր է գալիս կամ դուր չի գալ, իրանք ոչ մի բան չունեն մտածելու։ Եվ այո, նրանք կարծում եմ շատ ճիշտ է, որ իրենց գնահատականներով արդեն կարողանում ես եզրակացնել ինչը ոնց է լինելու։ Իսկ հետո քանի, այսինքն փաստորեն որքան այս 13 տարվա մեջ քանի նախագծերում արդեն դու նկարվեցիր ֆիլմերում շատ։ Շատ, այդպես չեմ կարող կոնկրետ հիշեմ անուն առանուն, բայց շատ։ Հաստատ, ասենց ասեմ, ասենց որ ստից հաշվում, ամեն տարի հաստատ մի բան նկարվել եմ։ Թե փոքր թե մեծ, թե փոքր թե մեծ։ Կինոյեղը երկու հատ գլխավոր դերի ես եմ խաղացել օրինակ եւ։ Բայց արդեն քեզ առաջարկում են, թե հա, նա ես այդ քիթը բարձր դերասաններից չեմ, որ լսում եմ մի տեղ կա քաստինգ։ Ահա թողում է այդ իմ պագոնը, ես գնամ այդ քաստինգին։ Կապ չունի, որ բոլոր իմ ընկերներն են այդ քաստինգ անողը։ Դու վաղը դու քաստինգ անես, ես գալու եմ քո քաստինգ։ Ես քեզ պիտի հարգեմ, որ դու ինձ հարգես։ Իհարկե։ Ես եթե տունը նստած ուղակի պետք է կանչել, կանչելու։ Ես քեզ հետ համ Որտեղ ես քեզ չեմ հարգում, դու ժամես դրեք են նստել ես ընդ որ մարդ տենաս, ես չեմ գալի դու ինձ տենաս։ Հետո գիտես ինչ կա, ես օրինակ երբեմն միշտ որ լինում են առաջարկներ, ես ասում եմ մի հատ նայեք, այսինքն պետք է կաստինգին մասնակցես, չէ՞ որ դու ես իմ ինչ չես դու որ քեզ անպայման մտի ինտրեն վերջապես, եւ սա աշխատանք է։ Եվ այո, պետք է մասնակցել կաստինգին եւ անցնել կամ չանցնել եւ չանցնելու դեպքում շատ նորմալ է ընդունել։ Ես քեզ մատ օրինակ բերեմ 1000 անգամ կներես, այս վերջում մատ խոսակցություն եղավ, այնց չասեմ անուններ չտամ, սցենարիստ էի կոնկրետ խոսում, սենց ասած շատ լավ է բան, տենց զգացի որ ուզում է ես լինեմ։ Ասացի արի չշտապենք, մատքը վերջն էս ամեն ինչը, որտեղ դու կարող ես գտնես ինձանից լավին, ով որ համապատասխան է այդ կերպարին։ Ու իրականում կարող ինքը գտնի, պետք չի շտապել։ Չեն ընտրել, բան ինչ պետք է չընտրեն։ Ով ասես միշտ պետք նույն ես խաղամ։ Չկա տենց բան։ Ոնց կարամ ես միշտ նույն դերերը ես խաղամ։ Չէ՞։ Չէ, քո վրայով չէ, բայց կանելի է։ Դե հա, իհարկե կան, հա, եթե տարեցամ ազերս սպիտակում, եթե բանամ իջ թրաժա, գիտեմ որ կան։ Ուղղակի ես այդ կողմը չեմ։ Ես համամիտ եմ, այո, մի քիչ մենք էլ հա խոսեցինք իհարկե դրա մասին չկրկնվենք, բայց եկեք մի քիչ ավելի անգամ դա կրեատիվության բան չէ, պարզապես մի քիչ ավելի աշխատանք է պահանջում, որովհետև իրոք շատ ճիշտ ես ասում, բավականին դե մեծ ամենքը շատ են մեր հայրը եւ շատ տաղանդավորներ մեջ կան եւ հիմա պետք է նաև փորձել, որ մարդիկ եթե ունեն այդ տաղանդը, այո, թող իրենց տաղանդը ցույց տան իրենց ասպարեզում փորձեն ամենայն դեպս չեզրափակել այդ ամենով։ Ալբերտ ջան, մենք քիչ ուշ կխոսենք արդեն մոտակա նախագծերի մասին, որովհետև ես ուզում եմ անպայման նաև անդրադառնալ, գիտեմ, հա, մենք խոսեցինք, որ ֆիլմում են նկարվել շուտով, մի քիչ ուշ դրա մասին կզրուցենք։ Հիմա պարզապես մենք ուզում ենք կցանկանամ, որպեսզի անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին։ Այս երկրորդ էջում ինքը մի քիչ այսպես կարելի ասել հումորային թեթև
Իդեպ երաժշտության հետ է կապված։ Ես այլ մի քիչ նաև ուզում եմ խոսենք դրա մասին։ Երգում ես դու թե չէ։ Չես երգում։ Շատ լավ ես անում, որ չես երգում։ Երկու հոգի ես աշխարհում չեն երգում։ Եթե դու մեկը ես։ Չեն երգում։ Լողանալուց երգել իդեպ ու նկատել ես միայն լողանալուց ես իդեպ միշտ դա նկատել եմ երկու դեպքում, հեսա կասեմ։ Առաջինը, երբ որ դու լողանում ես, հա լոգանք ես ընդունում, դու կարող ես օրվա ընթացքում զանգ ստացած չլինես հեռախոսի, բայց երբ որ դու լոգանք ես ընդունում, հեռախոսը դի զանգի։ Կա տենց բանը։ Հեռախոսը դի զանգի, եւ երկրորդը պարտադիր կարող է առավոտից ոչ մեկ քեզ չզանգի 4, 5, 6, 7 ժամ, բայց 7 ժամին, մեկ էլ 7-րդ ժամը Ալբերտը զանգա տալի, խոսում ենք երկրորդ զանգա մի անում։ Չգիտես ինչի է տենց լինում, բայց նկատել եմ։ Շատ լավ։ Հիմա մենք 3 հատ երգի հատվածներ ենք լսելու, փոքրիկ հատվածներ, երգը ընդհատվելու է։ Եվ 4 տարբերակ ես քեզ ասել եմ շարունակության, որից մեկը ճիշտ է լինելու, 3-ը սխալ։ Մենք միասին պետք է փորձենք ճիշտ գուշակենք ճիշտ տարբերակներ։ Իդեպ գուշակության դեպքում դու ինտուիցիա գուշակելը ո՞նց է քո մոտ։ Շատ ուժեղ է։ Ուժեղ է։ Հա, գիտես ոնց ոչ թե տենց երկեր կգուշակեմ, բայց մարդուն ուղղակի կարամ երկու բառ խոսամ, ու արդեն զգում եմ այդ մարդու հետ ընդհանրապես շարունակելու եմ, հետագայում շփվել թե չէ։ Դե չէ, իսկ օրինակ ինտուիցիան, իսկ դա քեզ, այսինքն ինչ որ ինտուիցիայով մի բան տեսնում ես, հետո այդպես լինում է, հա, այդպես լինում է։ Ներողություն, դու նշանով ինչ նշան ես։ Խեցգետին։ Խեցգետի, որովհետև սովորաբար ես ձուկ եմ, սովորաբար ձկների մոտ է դա մի քիչ զարգացած լինում, ասում են։ Հա, դու էլ ես ջրային, մենք ջրային ենք, այո։ Հա, այսինքն այդպես շատ զարգացած։ Դե հիմա ամեն դեպս կփորձենք երկի։ Վախացնում ես, բայց փորձենք։ Հա, չէ, չէ, երկ ամեն դեպս մենք թեթև է մեզ մոտ շատ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, հենց այս պայն Ալբերտ Դիլոյանի հետ միասին մենք անցնում ենք մեր հաղորդման երկրորդ էջին եւ միասին կփորձենք այսպես գուշակել երգերը, գուշակել ճիշտ տարբերակները, դուք նույնպես ակտիվորեն մասնակցում եք եւ փորձում եք մեզ հետ միասին խաղալ։ Խնդրեմ առաջին երգի հատվածը լսենք միասին։ Աշիկ հայախչիկ մի վախենա քեզ սրտով սիրում եմ դու ինձ հավատա քեզ ես միայն քեզ սրս նվիրեմ իմ կյանքն ես սիրում եմ ես քեզ կհասնեմ իմ կյանքն ես կսիրեմ Իմ կյանքս կհասնեմ ինչ որ կհասնեմ իմ կյանքն ես կսիրեմ հիմա շարունակությունը Իմ կյանքն ես կսիրեմ հետո կթողեմ Դա շատ ակտուալ է լինում է այդպես Իմ կյանքն ես կսիրեմ մեր տուն կտանեմ երկրորդ տարբերակը երրորդը իմ կյանքն ես կսիրեմ հայտ տղայի պես ասենց երրորդ տարբերակն էլ եւ չորրորդը իմ կյանքն ես կսիրեմ իմ կնոջս պես Դες իմ կնոջս պես ահա հիմա նայ հետո կթողեմ մեր տուն կտանեմ հայտ տղայի պես իմ կնոջս պես ես առաջարկում եմ ընտրենք իմ կնոջս պես Ես էլ մտածում ու դա 5-րդ տարբերակ է պետք մի հատ 5-րդ դե մենք կսիրեմ քեզ բայց ինչ անեմ որ իմ կյանքն ես կսիրեմ բայց ինչ անեմ տարբերակ չկա էլի Չարացյալ էլի ահա բայց մենք այս 4 ունենք Իմ կյանքն ես կսիրեմ հետո կթողնեմ տարբերակ որը կարա լինի կարա ոչ այսինքն ինչ պետք է Կնոջս պես կսիրեմ արի ընտրենք Իմ կնոջս պես Բայց իմ կյանքն ես կսիրեմ իմ կնոջս պես բայց կինը չի իմանում դրա մասին Դե լավ է որովհետև եթե հանկարծ կինը իմանա դրա մասին այսպես շատ այսպես լուրջ հարցեր կինը կտանի տուն մեր տուն կտանեմ չէ այստեղ կինը արդեն կիմանա հետո կթողնեմ Այս տարբերակը կնոջներ էլի վերաբերում Իմ կյանքն ես կսիրեմ, հետո կթողնեմ, մեր տուն կպահեմ, մեր տուն կտանեմ, հայտ տղայի պես, իմ կնոջս պես։ Եթե իրականում երևի մեր տուն կտանեմ, Մեր տուն կտանեմ, շատ լավ։ Այսինքն հետո կթողնեմ հայտ տղայի պես։ Այսին հին ժամանակներն է, որ չգիտեմ, պարտադիր չի, որ սիրում ես, պետք է պարտադիր տուն տանես, դա այդ ժամանակվա երգ է, էլի։ Չէ, հետո նայ իմ կյանքն Պարտադիր չի, ես տանապայմա տուն տանես։ Կարաս չտանես։ Իմ կյանքն ես կսիրեմ մեր տուն։ Այդտեղ հետո կարա տան տարբերակներ լինի, օրինակ իմ կյանքն ես կսիրեմ մեր 3 սենյականոց տուն կտանեմ։ Մեր վարձով տուն կտանեմ։ Մեր նոր
Մեր նոր շինարարությունը արվում է տուն կտանը։ Շինարարությունն է տանում։ Վերջապես չենք մոռանում իհարկե գարաժների մասին։ Մեր տուն կտանը մարդը Ֆորմատը փոխ։ այո, ֆորմատը փոխը։ Իմ կյանքն է սկսիրեմ, մեր տուն կտանեմ, այս տարբերակ ընտրեց Ալբերտը, ճիշտ է դա թե ոչ մենք հիմա կլսենք եւ արդեն կանցնենք իհարկե երկրորդ երգի հատվածին, խնդրեմ։ Աղջիկ, հայ աղջիկ, դու մի վախենա, քեզ սրտով սիրում եմ, դու ինձ հավատա, քեզ ես միայն քեզ սրս նվիրեմ, իմ կյանքն ես սիրում եմ, ես քեզ կհասնեմ, իմ կյանքն ես կսիրեմ, հայ տղայի պես։ Լավ է։ Ամենաբացառված տարբերակը։ Իմ կյանքն է սկսիրեմ հայ տղայի պես։ Օրինակ հա էլի հետաքրքիր է, որովհետեւ երևի հայ տղան այլ կերպ է սիրում։ Սիրում օրինակ վերջում ծեծում։ Բայց լավ ասիք երևի։ Յանի ես ու դու կողի ազգից ենք երևի։ Յանի այլ չենք կողի ազգից ենք։ Այո, դե երևի մեր մոտ մի քիչ տարբերվում է, այո։ Համենայն դեպս իմ կյանքն է սկսիրեմ հայ տղայի պես։ Բարթում ենք 1-0, հիմա լրջացանք, որովհետեւ պետքա փորձենք հիմա ճիշտ երկրորդ մյուս երգերը ճիշտ գուշակենք։ Խնդրեմ երկրորդ երգի հատվածը լսենք միասին։ Պաչի Սրխա սաղ երկեցեց, պաչի պուչի։ Պաչի պուչի պաչի տամ քեզ Յարջան։ Պաչի պուչի պաչի տամ քեզ Յարջան։ Okay։ Պաչի պուչի պաչի թուշս Յարջան։ Պաչի պուչի պաչի քիթս Յարջան։ Դա էլ է շատ ակտուալ, որովհետև մենք ունենք թուլություն մեր քիթերի վերաբերյալ, օրինակ նայեք իմ քիթը։ Եվ պաչի պուչի պաչի քիթ կոկորտ ականջս Յարջան։ Սա ժողովրդական լեզվով ասած լոր, հիշում ես լորն է։ Լորը դա քիթ կոկորտ ականջն է, մի բաժանմունք էր, որտեղ քիթ բժիշկը կամ բժշկուն նայում էր քիթը կոկորտ ականջի։ Դե մի շատ լավ մի ասացված կար հումորային, ասում են ինչու են, նո ռուսերեն, հա, ռուսերեն այսպես ասած, ռուսերեն հիշում ես, ասում են ուխը գորլանոս, հա։ Մենք հայերս ասում ենք քիթ կոկորտ ականջ, ինչի, որովհետև ինչա նրանց մոտ ուխը գորլանոս, որովհետև նրանք լսում են, հետո մենք քիթ, սկզբից քիթ ենք մտնում, հետո կոկորտ, հետո նոր սկսում ենք լսել։ Ահա, դե ասա։ Մի խոսքով պաչի պուչի պաչի տամ քեզ Յարջան, թուշս Յարջան, քիթս Յարջան եւ քիթ կոկորտ ականջս։ Նա պետք է հասկանալ ախր ինչի մաս, ինչ տա, ում տա։ Պաչի պուչի, պաչի պուչի։ Պաչի պուչի տա։ Առաջին ինչ է հարկ բանը պատասխանը։ Պաչի պուչի, պաչի տամ քեզ Յարջան։ Պաչի պուչի, պաչի տամ քեզ, օքեյ։ Ահա, այդ մեկ։ Պաչի պուչի, պաչի թուշս Յարջան։ Այդ է երկուս։ Պաչի պուչի, պաչի քիթս Յարջան։ Եվ հետո պաչի պուչի պաչի քիթ կոկորտ ականջս Յարջան, այսինքն մտնում է քիթ կոկորտով։ Չէ՞ որ ինա դա հարցնը որ կրկնել լավ է պաչի պուչիները անընդհատ կրկնել։ Ես ընտրում չգիտեմ առաջինը։ Ոնց առաջինը։ Տամ, ինչ տամ Յարջան։ Տամ քեզ։ Բա քիթ Յարջան։ թուշս Յարջան, տարբերակը Չէ, թուշս։ վատ տարբերակ չէ, թե հայտեղու պես պիսիր ենք անցած երկին մա։ Թուշսը նորմալ է։ Սաղին համաձայն եմ։ Պաչի պուչի պաչի թուշս։ Թուշս ված չի։ Հա, Չէ՞։ լավ մտածիլ է։ Թուշս։ Արմ կրվում ենք, լավ մտածի, ես նայ։ Ես էլ եմ մտածում։ Նայ, ես ուզում եմ հասկանամ, նայ, պաչի պուչի պաչի տամ քեզ, ինչը պաչի տամ քեզ։ Նայ, արդեն վատ է, պաչի պուչի պուչի Լավ չի, դրինք մի լավ չի։ Դե քիթս պաչի, դե հիմա ինչ քիթս պաչի։ Քիթս պաչի մարդ ճանաչի խոսքի, չգիտեմ։ Դե հիմա ով մեկը մյուսնում կասեք, կգաս քիթս պաչի։ Չէր ասի։ Չես ասի։ Քիթ կոկորտ ականջս հնարավոր է, որովհետև տվյալ պարագայում ինքը կարա ասեն շլանգ, բայց նա դժվար բարակ շլանգով մտնի։ Դե ուրեմն առաջի տարբերակը մնա։ Թուշս։ Թուշս։ Դե տամ քեզ Յարջան։ Հա, չէ, ինչ տամ քեզ, հա, էլի։ Կարող է, բայց ինքը իա կողմից ասեմ, պաչի պուչի տամ քեզ Յարջան։ Պաչի պուչի Ես պաչի քեզ տամ պաչեմ, քեզ յանի ոչ թե դու Յարջան։ ինձ։ Պաչի պուչի պաչի տամ քեզ Լավ, Յարջան։ թողում քեզ, դու մեղավոր եղի, ես չեմ Հա, չէ, մեղավոր։ թուշս։ Ես էլ եմ կարծում եմ թուշս։ Չգիտեմ, թուշս կընտրեի ես։ Պաչի պուչի պաչի թուշս Յարջան, այս տարբերակ ընտրեց Ալբերտը։
Լսենք եւ անցնենք երրորդ երկի հատվածին։ Խնդրեմ։ Պաչի թուշս յա։ Իհարկե կրեցինք լավ։ Հա, մեկ։ Հիմա երրորդ եզրափակիչն է եւ այս երրորդից կերևակ հաղթենք շատ լուրջ ենք, շատ լուրջ, որովհետեւ շատ կարեւոր եւ շատ լուրջ երգ է, բավականին բարդ ընտրելու տեսանկյունից, դրա համար մենք պետք է փորձենք։ Մի վախացրան, արդեն Դու ջուրը խմի։ Ջուրը խմի։ Խնդրեմ երրորդ վերջի երգի հատվածը լսում ենք այս պահին։ Նա իր շուրջը տեսիշ քան գունավոր պայծառ լույսեր կա, ողում ենք ծնունդը դալի դարձել է 7 տարեկան։ Նա իր շուրջը տեսիշ քան գունավոր պայծառ լույսեր կա, ողում ենք ծնունդը դալի դարձել է 7 տարեկան։ 7 տարեկան է դառնում, իմանա 7 այսօր դու դարձար առաջի տարբերակը։ շատ վատ է հետո։ Երկրորդ 7 իմ բալեն դարձավ երկրորդ տարբերակ։ Ահա։ 7 2007 եւ չորրորդ տարբերակը 7 BMW X7։ Կա Ես BMW X7։ X7 կա թե չկա։ կա ոչ չկա։ Կա X7։ Ես դե որ մեքենաներից հեռու մարդ եմ, ինչպես միշտ մանեմ գալի երթևեկում եմ հեծանիվով, դրա համար չգիտեմ։ Հիմա վերջին, էսի վերջինն է, չէ՞։ Հա, այսօր վերջին, այսօր կամ հաղթում ենք կամ պարտվում ենք։ Դրա համար արի լուրջ մոտենանք։ Նա 7-7-ը կա։ Այսինքն 7 տարեկան է դարել, չգիտեմ ում մասին է խոսք, կամ չի դարել, չգիտեմ, 7 Այսօր դու դարձար 1, իմ բալեն դարձավ 2, 2007 3 եւ BMW X7 4։ Արի լուրջ էսի պատասխան կարենք, իմ բալեն դարձավ, Իմ բալեն դարձավ։ 7 Նայ, ճիշտ ես ասում, բայց արի մի քիչ, արի տրամաբանենք։ Նայ, 7-7-ը ճիշտ է, եթե 7 տարեկան դարձավ։ Բայց կարող է օրինակի համար 2007 թվականն է դարձել օրինակ։ Ախր ոչ երգ չեմ ծանոթ, ոչ երգ։ Չէ, երգ չի կապ չունի, երգները որսում հասկանում։ Չէ, երգները կապ չունեն։ Նայ, կամ այստեղ 7 BMW X7, կարող է 7-ը բանի մասին է խոսքը, դաունի մասին է։ Ավելի ես փչացնում եմ։ 7000 դաունն է, որ X7-ը անվճար վերցնես։ Նա բան էլի համարյա չվճարես։ Դժվար գործ է, այդ ասում ես հեշտ է իմ հաղորդում։ Ու հետո 7 2007, էդ էլ է հետաքրքիր տարբերակը, որովհետև ինքը ռիֆմանքա մեջ։ 2007 Ինքը չէր կարող օրինակ լիներ 7 1997, որովհետև ինքը երկար է, չէր տեղավորում։ Չէր կարող լիներ 7 2017։ Հան մեկը խանգարում է 7-ը, Հա, ճիշտ հա, 2007, դրա համար այդ 0-ն ոնց որ դուրս է գալի մեջտեղից։ Ես ընտրում առաջ տարբերակը կապ չունի, ինչա։ Այսօր դու դարձար։ Այսօր դու դարձար, չենք ընտրում։ 2007-ը չենք Դու ընտրում։ 2007-ը Հա, շեղում ես ամ։ Դե դու պետք է ընտրես։ Մենք գրազը ուշի մեջ չի, դուրս է։ Okay, 2007-ն եմ ուրեմն ընտրում։ Որն ես ընտրում։ Էդի, հա։ 7 2007։ Դու ես ասում։ Ես չեմ ասում, դու պետք է ընտրես։ Ես մեր հերոստատիտողների դեպ, երբ որ ես հուշում եմ, ասում են ինչ եք հուշում, ես դրա համար չեմ հուշում։ Ինչ իմ ասես էդ եմ ասում, որ ասես էդ ընտրում եմ, ասում եմ։ Okay, ընտրում ենք առաջինը։ Այսօր դու դարձար։ Հա։ 7 այսօր դու դարձար։ Ես սուսեի բան չասեցի։ Խնդրեմ ճիշտ տարբերակը լսենք։ Նա իր շուրջը տեսիշ քան գունավոր պայծառ լույսեր կա, ողում ենք ծնունդը դալի դարձել է 7 տարեկան։ Նա իր շուրջը տեսիշ քան գունավոր պայծառ լույսեր կա, ողում ենք ծնունդը դալի դարձել է 7 տարեկան։ 7 2007 Լուրջ ես։ Համա դες պետք է կտեսներ։ 2007, շատ լավ։ Դե դու ուզում ես 2007, բայց այո, այդպես ստացեց, ոչինչ։ Ալբերտ ջան, հիմա ուզում եմ անպայման մենք մի քիչ զրուցենք մոտակա նախագծերի մասին։ Նախ մենք միջև հաղորդում զրուցում ենք, ինչ նոր ֆիլմ է, հա, սպասում արդեն նկարահանվել է, եւ առասարակ ինչ նոր նախագծեր կան։
Նաև ես գիտեմ, որ հրաշալի մի ներկայացմանը մասնակցեցիր դու դեկտեմբերին մանկական նոր ամանորյա ներկայացում։ Այ մի քիչ խոսենք այդ ամենի մասին, որովհետև նոր ինչ է սպասվում եւ նոր ինչ որ նախագծերի մասին։ Անցած տարին իրականում անցած տարին շատ լավ ճանապարհեցինք։ Այդ ներկայացման մանկական շատ լավ ներկայացում էր։ Տոներ երեխեքի համար։ Չէ, ուրախանում են երեխեքը, որովհետև իրականում դու ես մասնակից եղել, գիտես երկուսով են մասնակցել։ Դե որովհետև երեխեքը, այո, կարացել ենք այդ հեքիաթը ստեղծենք, էլի կարացել ենք։ Լավ է, երեխի, կարևոր երեխի համար լավ է։ Այո, իրանց համար լավ ներկայացում է շատ։ Ասեմ էդի որտեղից այդ ներկայացումները, որտեղ sense օթի մեջ են խոսում, ոնց որ սա ես եմ մենակս անում, չէ։ Հայկ Թաթերախումբը, որի մասին շատ լավ քաշ տեղյակ ես, Գրիգորի գլխավորությամբ նախաձեռնն այդ ներկայացումը հրաշալի բան էր, խաղացինք շատ լավ էր, գոհ էին ժողովուրդը։ Դե գիտես ոնց համ որ գործս համ կեսը պետք է գոհ են, կեսը դժգոհ տենց է։ Նորմալ է, այդպես, այո։ Հիմա սպասվում եմ այդ լավ ներկայացում էլի կա Սուսաննա Նատիկին։ Օ, ահա, նոր ներկայացում, ռեժիսորն է, ինքնաբեմանդից ռեժիսոր է։ Ինքը շատ էլի հետաքրքիր բան է։ Մի թեթև կարամ ասեմ ինչի մասին է, ոնց որ գողության եմ գնում ու գողության ժամանակ սիրալուն այդ աղջկան ում տունը որ պետքա թալանեի։ Հետաքրքիր։ Հա, լավ բան է, շատ հետաքրքիր գործ է, Աստված առաջ երևի տարվա կեսին պատրաստ կլինի։ Ֆիլմերից նոր մի հատ ֆիլմ նկարվեցի, այսօր ամենավերջի օրն էր նկարվեցի, միջայլության անդեից եմ եկել, վերջի օրն էր նկարվեցի, վերջացավ երևի մի շաբաթից է դա եթերում կլինի։ Հա, ինքը բան էր, հետը շատ էտել էլի հումորային հաղորդում է, բան, սերիալ էր 16 մասանոց։ Աստված առաջ գնում ենք, դա այստեղ մի հատ էլ կա, չեմ ուզում շատ առաջ գնեմ, այն էլ երևի արդեն մի 15 օրից կսկսենք։ Մի խոսքով, այսինքն տարին լավ ավարտեցիր բուրըն գործունեությամբ եւ հիմա սկսել ես արդեն բուրըն, որտեղ դա արդեն զգացվեց, որքան ինչ որ նախագծեր հələ հունվարն է, այսինքն շատ լավ է։ Մի խոսքով հարցունավետ։ Շատ լավ է, հա, շատ լավ է։ Այդ ֆիլմից կուզես մի քիչ ասեմ, որովհետեւ այդ ֆիլմը իրականում իմ համար նաեւ փորձություն էր, որովհետեւ բացի ինձանից երևի բոլորը իմ տարիքի փորձ ունեին դերասանները։ Նույն ասենք Սերգեյներ Դանելյան, Արտուրներ Հակոբյան, Աշոտներ Ղազարյան, Եդիգայրյան Աշոտներ, Իվետներ Եդիգայրյան, Հայկներ Սահատիկյան, yani մարդիկ, որոնք իրոք փորձ ունեն, կներեք էլի, եթե ինչ-որ մեկի անունը մոռացա, իրոք փորձ ունեն ու իմ համար դա մեծ, ասենք, փորձ էր։ Իրոք որ ոչ թե գնում եմ մենակ նկարվելու, ես իմ գործ անեմ, նաև սովորելու։ Դե ու նաև դու ում անունները նշեցիր հրաշալի մեր շատ լավ ընկերներ, հրաշալի մարդիկ, պրոֆեսիոնալ, ում այդ պարզապես հաճելի ընկերություն անել եւ շփվել, որովհետեւ բացի իհարկե սովորելուց, դա շփումը արդեն հերիք է, որովհետեւ իրոք հաճելի է այդ շփվելը։ Մի խոսքով սպասում ենք նոր հետաքրքիր նախագծերի։ Շատ լավ։ Եվ մինչ ավարտը խնդրում եմ Ալբերտ ջան, թույլ տու եւս մեկ անգամ մեր գործընկերներին շնորհակալություն հայտնեմ աջակցության համար։ Մեր նախագծի գործընկերն է Detox Center կազմակերպությունը, որը օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն, եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք նման խնդիր, անպայման դիմեք, մասնագետները ձեզ բարի բուն իմաստով կկանգնեցնեն ոտքի եւ կվերադարձնեն լիարժեք կյանքի։ Հեռախոսահամարն է 409 9011։ Մեր նախագծի գործընկերն է Lido Pubs Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը առողջարան է բարի բուն իմաստով։ Այստեղ կան լողավազաններ տաքանքային ջրով, հարմարավետ շատ համարներ, դրա համար եթե կա ազատ ժամանակ, ունեք հանգստյան օրեր կամ պարզապես ուզում եք լավ ժամանակ անցկացնել, ամրագրեք տեղերը եւ գնացեք լիարժեք հանգստացեք Lido Pubs Resort and Spa հյուրանոցային համալիրում, հեռախոսահամարն է 760 329 6033։ Ալբերտ ջան, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հրաշալի անկեղծ հարցազրույցի համար։ Կարծում եմ մեր այսօրվա Armenian Evening-ը հաջողվեց, որովհետև այն յուրահատուկ էր, այն հետաքրքիր էր եւ նաեւ շատ հետաքրքիր ինֆորմացիա իմացանք։ Ես եմ շնորհակալ Արմեն ջան հրավերի համար։ Ես կարծում եմ մենք առիթ իհարկե կունենանք տարվա ընթացքում անպայման հանդիպելու, որովհետև շատ հետաքրքիր նախագծեր են սպասում, մշտապես իհարկե քեզ սպասում ենք մեր տաղավարում։ Սիրով, միշտ պատրաստ։ Հաջողություն։ Սիրելի հեռուստադիտողներիս, մենք արդեն իհարկե հանդիպելու ենք հաջորդ 5 շաբթի, իհարկե 22:30, իհարկե ուղիղ եթերում, իհարկե AMJ հեռուստաընկերության, այնպես որ առողջ եղեք։ Մինչ նոր հանդիպում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center
Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa։ Lido Palms Resort and Spa առողջարան, հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։